ես ամեն օր Թալինի ցիստերներից ջուր եմ գնում կամ ապարատներից, որով շշերով տանում եմ իմ տուն։ Այսինքն այս խնդրին ես ամեն օր բախվում եմ եւ վստահորեն ասում եմ, որ եկել է ժամանակը, որպեսզի Արմավիրի քաղաքացու, Արմավիրի բնակչի, արժանապատիվ ամենատարական եւ ծիծաղելի 21-րդ դարում մենք սրա մասին ենք խոսում, ջուր խմելու իրավունքը վերականգնենք։ Այս մասով լուծումները բազմազան են։ Նախ հին խողովակաշարերի փոխարինումից, ջրի որակի ստուգումներից, միջև նաեւ նոր տարբեր արտիզաններից, տարբեր տեղերից ջրերին խողովակներով Արմավիր ջուր բերելու մասին։ Գիտենք, որ նախկինում եղել են տարբեր ծրագրեր, որոնք ցավոք սրտի չեն իրականացվել։ Մենք ուսումնասիրելու ենք բոլոր հնարավոր տարբերակները եւ վստահ եմ, որ առնվազն Էջմիածնի հատվածից հնարավորություն կա առավել մաչելի տարբերակով խողովակաշարեր կառուցել, ներգրավել միջազգային ներդրումներ, որը զարմանալի է ինչու չի իրականացվում մինչև այժմ, այսինքն կարճաժամկետ կտրվածքով հնարավորություն կար ներդրումների ներգրավմամբ, տարբեր կազմակերպությունների ներգրավմամբ եւ իհարկե ջատագովելով, որպեսզի պետական առաջնահերթությունների մեջ մտնի նաեւ սա, որպեսզի Արմավիրի ջրի խնդիրը լուծվի։ Սա շատ երկար ժամանակ խլած խնդիր է ու սա կենսական խնդիր է։ Այսինքն երբ որ մենք դիտարկում ենք խնդիրների ընդհանուր համակարգը, կան կարևոր խնդիրներ, կան ոչ այդքան կարևոր խնդիրներ, կան երկրորդական խնդիրներ։ Այս խնդիրը այս շրջանակից դուրս է, այսինքն ինքը կենսական անհրաժեշտության խնդիր է։ Հետևաբար սրա մասով կառավարությունը պետք է ուղիղ գործունեություն ծավալի, որովհետև միմիայն համայնքային մակարդակում հնարավոր չէ լուծել։ Հետևաբար, քանի որ միջև այժմ քաղաքական կամք չի ցուցաբերվել այս խնդիրը լուծելու, վերջնականորեն լուծելու համար, մենք վստահաբար ունենք եւ այդ կոմպետենցիաները, եւ քաղաքական կամքը, որպեսզի շատ կարճ ժամանակահատվածում առնվազն համապատասխան տեղից խողովակաշարեր անցկացվեն եւ Արմավիրի ընդհանուր ջրի համակարգը լուծվի։ Դրան զուգահեռ իհարկե հին խողովակաշարերի փոփոխության իրականացմամբ։ Ամենավատ ես չգիտեմ, շատ վատ է, օրինակ ես էլ դրա մասին կուզեմ խոսեմ, բայց չգիտեմ դրա լուծումը вообще որն է։ Արմավիրի ջուրը ամենա, չգիտեմ, վտանգավոր ջուրն է։ Արմավիրի տարածաշրջանում խմելու ջուրը այդ ամենամեծ խնդիրն է։ Ամենամեծ խնդիրն է, չգիտեմ, դա ինչ մեծ, ինչ որ գլոբալ լուծումներ է պահանջելու, որ կարողանան հատուկ ֆիլտրացիան դեպքում կարողանան այդ ջուրը խմելու սարքեն։ Նախ ժամով է գնում, երկրորդն էլ ես ինչ հիշում եմ Արմավիր քաղաքի ջուրը вообще չի խմում։ Շատ վատն է։ Երբ որ ես հիշում եմ նորից ետ վերադառնանք սովետական միության ժամանակ, Արմավիրի մարզում շատ ցայտաղբյուրներ կար ու շատ քաղցրահամ ջրեր, որը որ մարդիկ անգամ գալիս էին այդ տեղերից ջուր խմելու, այսօր չկա դա, այսօր մարդիկ անգամ ցիստերներից ջրեր են գնում, չիմանալով թե այդ ջրերը որտեղից եկավ, որտեղից բերեցին ու սա կգա մի ժամանակ, որ համատարած համաճարակի բուն կդառնա։ Եվ նորից ուզում եմ ասեմ, որ մեր ընդերքի ջուրը, երբ որ այլ նպատակներով օգտագործում են ու կամաց այդ ընդերքը նստում է, մենք օրինակ նորից եմ ասում, մեր լճերը ամբողջովին ցամաքել է ու ջուրը չկա, սա ընդերքի ջուրն է։ Իսկ ամենակարևորը այսօր մարդը չի կարող 3 օր ջուր չխմի, մարդը կմահանա, կարող է 40 օր, 50 օր չուտի, ինքը էլի կարող է դիմանալ, բայց 3 օր հետո մարդը կմահանա, եթե ջուր չունի։ Խնդիրը սա, որ պետք է պետությունը այս հարցին լուծում տա, որպեսզի մարդիկ չգնան անկապ, չգիտեմ, ցիստերներից բերած ջրեր գնան ու չիմանալով թե որտեղից է ջուրը, այսինքն գրած է Թալինի ջուր, բայց կարող է եսի որտեղից են բերված ջրերը։ Ջուրը կենսական նշանակություն ունի մեր ժողովրդի համար, որ պետությունը ամբողջ իր ռեսուրսներով պետք է աշխատի, որ կարգավորի ջրի խնդիրը, որովհետև նորից եմ ասում, ես ուզում եմ մի փոքր հետ գնալ, որ ամբողջ Ադրբեջանի կռիվը, մեր Արցախի, մեր քաղցրահամ ջրերի, այսօր Սևան, Սևլիչ, մյուս ջրերի խնդիրն էր, որ
ուզում է փոկի Հայաստանից։ Խմելու ջուրը մշտապես խնդիր եղել է։ Խմելու ջուրը նաև այդ իմաստով հայն համայնքների համաչափ զարգացման կարևոր պայմաններից մեկը պետք է լիներ, այդ գյուղական բնակավայրերում խմելու ջուրը հասանելի դարձնելը։ Գյուղեր կան, որտեղ խմելու ջուրը ցածր գրաֆիկով է տրամադրվում։ Բնակավայրեր կան նույն համայնքի մեջ են, որում սա մի աբսուրդ բան է։ Եթե մի համայնքի մեջ մի բնակավայր ունի շուրջօրյա խմելու ջրամատակարարում, մի բնակավայր ունի ռեժիմով մի օրվա մեջ մի քանի ժամ ընդամենը, սա չի կարող համաչափ զարգացման բերել, ընդ որում որակական տարբերությունը շատ կա խմելու ջրի։ Չնայած ես նախկինում մշտապես Հանդեպիտ կայանի հետ համագործակցել ենք, մշտապես մեր ջրերը ստուգել ենք, հազվագյուտ որ խնդիրներ ունենան, բայց այն պիտանի խմելու ջուրը չի։ Մի քիչ դժվար է, բայց հնարավոր է կարգավորել, գոնե թեկուզ այդ ջրերը գյուղացին իրավունք չունի, ասենք հարևան գյուղում շուրջօրյա ջուրը, քո գյուղում նույնը գալիս է դպրոցների մանկապարտեզների թեման։ Ինչի պետք է նույն համայնքի, նույն երկրի ապրող ենք վերջը։ Պետք է մոտեցումը հավասար լինի, համաչափ լինի։ Սիստերներով բաժանած ջրին ես ժամանակին զրուցել եմ նույն Հանդեպիտ կայանի աշխատողների հետ։ Տեսեք ինչ են իրանք ասում։ Իրանք ասում են ձեր ծորակի ջուրը այս պահին կարող ավելի անվտանգ լինի, քան այդ ցիստերներից բերած քլորացված ջուրը։ Ոնց է բացատրում։ Ցիստերները բերում են Թալինից կամ որտեղից որ բերում են, ընդհանուր մեծ ջրամբարից են վերցում, որը ջուրը քլորացված է, եւ այդ քլորացված ջուրը դու իրավունք չունես այս ջրամբարից օգտագործես։ Այսինքն այդ քլորացված ջուրը պետք է ծորակներով քլորի խտությունը թուլանա, դառնա խմելու համար պիտանի։ Իսկ մեզ այս ջրամբարից ուղիղ ցիստերներով մեքենաներով բերում են, բաժանում են գյուղացիներին, տներում կամ փոքր կայաններում, որտեղ առնելս այդ ջուրը։ Ես օրինակ իմ ընտանիքով, ոնց ասած են, ծննդյան պահից մենք օգտագործում ենք մեր գյուղի արտեզյան խորքային հորի ջուրը։ Թալինի ջուրը անուն ենք ասում, մի չասեմ բնակավայրի հետ կապված, բոլորս էլ սովորել ենք անունը դրենք Թալինի ջուր, բայց չենք օգտագործում։ Շատերը որ սովորել են օգտագործում են, բայց ես չեմ կարծում, որ այն լուրջ վերահսկողությունը կա։ Այս պահին չկա այդ վերահսկողությունը։ Թեկուզ է ցիստերների ջրի վրա։